Բարև ձեզ։ Կարդիոմիոպաթիաները բավականին բարդ ու բազմազան մի խումբ հիվանդություններ են, որոնք կարող են գլխացավանք դառնալ նույնիսկ ամենափորձառու բժշկի համար։ Թե ինչ, այսօր միասին կփորձենք խորանալ այս թեմայի մեջ, կբացահայտենք ամենակարևոր կետերը, որոնք ձեզ պետք կգան թե քննություններին, թե իհարկե ձեր ամենօրյա կլինիկական պրակտիկայում։ Հետաքրքիր հարց է, չէ՞։ Առաջին հայացքից թվում է, թե այս երկու իրավիճակները մի դեպքում երիտասարդ առողջ մարզիկի ողբերգական մահը, մյուս դեպքում ստրեսից առաջացած սրտի նոպան, ընդհանրապես կապ չունեն, բայց իրականում պատասխանը կարող է լինել մեկը՝ կարդիոմիոպաթիա, այսինքն հենց սրտամկանի առաջնային ախտահարում։ Եկեք տեսնենք, թե ինչպես է դա ստացվում։ Սա գիտեք շատ կարևոր սահմանում է։ Պետք է հստակ հասկանալ, որ կարդիոմիոպաթիան տարբերվում է սրտի մյուս խնդիրներից։ Տեսեք, եթե ասենք կորոնար զարկերակների հիվանդությունը կամ բարձր ճնշումը դրսից են հարվածում սրտին, երկրորդային կերպով են վնասում, ապա այս դեպքում խնդիրը բուն սրտամկանի մեջ է, հենց մկանն է հիվանդ։ Դե ինչ, որպեսզի այս բազմազանության մեջ չկորչնենք, մեզ պետք է մի հստակ համակարգ դասակարգում։ Եվ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան մեզ տալիս է հենց այդպիսի մի հարմար կառույցվածք։ Սա օգնում է մեզ ճիշտ կողմնորոշվել եւ ախտորոշման եւ բուժման հարցում։ Տեսեք, այս դասակարգումը շատ տրամաբանական է։ Այն ըստ էության բաժանում է խնդիրները երկու մեծ խմբի։ Առաջինը առաջնային կարդիոմիոպաթիաներն են, երբ խնդիրը հենց սրտի մեջ է։ Երկրորդը երկրորդային, երբ սիրտը ախտահարվում է ինչ-որ այլ համակարգային հիվանդության, ասենք ամիլոիդոզի կամ սարկոիդոզի պատճառով։ Այսօր մենք հիմնականում կխոսենք ամենակարևոր ու ամենահաճախ հանդիպող առաջնային ձևերի մասին։ Եկեք սկսենք դիլատացիոն կարդիոմիոպաթիայից կամ ԴԿՄՊ-ից։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ սիրտը կարծես թուլանում է, ձգվում, լայնանում ու վերածվում է մի մեծ, բայց շատ թույլ պարկի։ Այն այլևս չի կարողանում արդյունավետ կծկվել ու արյունը մղել, այսինքն դադարում է լինել արդյունավետ պոմպ։ Լավ, իսկ ինչից է սա առաջանում։ Պատճառները տեսնում եք շատ տարբեր են։ Կարող է լինել վիրուսային միոկարդիտի, ասենք գրիպի հետևանք կամ տոքսինների, օրինակ ալկոհոլի չարաշահման արդյունք։ Բայց ուշադրություն դարձրեք մի շատ կարևոր փաստի՝ դեպքերի գրեթե կեսն ունի գենետիկ հիմք։ Ահա թե ինչու է անչափ կարևոր մանրամասն հարց ու փորձանել հիվանդի ընտանեկան պատմության մասին։ Սա պարզապես ֆորմալ հարց չէ, սա ախտորոշման անկյունակարերից է։ Իսկ ինչպես է այն դրսևորվում։ Ահա այստեղ է ամենամեծ վտանգներից մեկը։ Շատ հաճախ հիվանդությունը տարիներ շարունակ ընթանում է թաքնված, առանց որևէ նշանի։ Եվ երբ հիվանդը վերջապես դիմում է բժշկի, արդեն ունենում է սրտային անբավարարության դասական նշաններ՝ հեվոց, այտուցներ։ Իսկ ամենացավալին այն է, որ երբեմն հիվանդության առաջին եւ միակ դրսևորումը լինում է հանգարցակի սրտային մահը։ Լավ, անցնենք ախտորոշմանը։ Ինչ է մեզ ցույց տալիս ESG-ն։ Պետք է ասել, որ սպეციფիկ նշաններ այստեղ չկան։ Բայց ESG-ն շատ կարևոր է, որովհետև օգնում է մեզ տեսնել այն բարդությունները, որոնք հաճախ ուղեկցում են ԴԿՄՊ-ին, տարբեր տեսակի առիթմիաներ, հիսի խրձի պաշարումներ, հատկապես ձախ ոտիկի։ Եվ հիշեք, եթե տեսնում եք Line QRS կոմպլեքս, դա արդեն իսկ վատ կանխորոշման նշան է։ Իսկ ահա ախտորոշման ոսկե ստանդարտը, հիմնակարը, սա իհարկե էխո սրտագրությունն է։ Հենց այս հետազոտությունն է, որ թույլ է տալիս մեր աչքով տեսնել խնդիրը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է ձախ փորոքը լայնացել, կորցրել իր էլիպսաձև տեսքն ու դարձել գնդաձև։ Եվ ամենակարևորը, տեսնում ենք գլոբալ հիպոկինեզ, այսինքն ամբողջ սրտամկանն է թույլ կծկվում, ինչի հետևանքով արտամղման ֆրակցիան կտրուկ իջնում է։ Երբեմն էխոից հետո մնում են հարցեր։ Հատկապես, արդյոք սա իշեմիկ կարդիոմիոպաթիա է, այսինքն հին ինֆարկտի հետևանք, թե ոչ իշեմիկ ԴԿՄՊ։ Ահա այստեղ մեզ օգնության է գալիս սրտի մռթն։ Գադոլինիումով կոնտրաստավորումը թույլ է տալիս հստակ տարբերակել։ Ինֆարկտի դեպքում կտեսնենք սուբենդոկարդիալ կուտակում, իսկ ԴԿՄՊ-ի դեպքում կամ կուտակում ընդհանրապես չի լինի, կամ այն կլինի միջպատային։ Սա շատ հզոր գործիք է տարբերակիչ ախտորոշման համար։ Լավ, ինչպես ենք բուժում։ Այստեղ մոտեցումը համալիր է։ Առաջին հերթին պայքարում ենք սրտային անբավարարության դեմ, օգտագործելով բոլոր ժամանակակից դեղերը՝ բետա-պաշարիչներ, ՌԱՀ համակարգի պաշարիչներ, սպիրոնոլակտոն։ Սա, այսպես ասած, բազային թերապիան է։ Երկրորդ, վերահսկում ենք արիթմիաները։ Եվ երրորդ ու ամենակարևորը, կանխում ենք հանկարծամահությունը։ Եթե արտամղման ֆրակցիան շատ ցածր է, ապա քննարկում ենք իմպլանտացվող կարդիովերտեր դեֆիբրիլյատորի կամ ռեսինքրոնիզացնող սարքի տեղադրումը։ Իսկ արդեն ամենածանր տերմինալ դեպքերում, երբ այլ բան չի օգնում, միակ ելքը սրտի փոխպատվաստումն է։
Դե ինչ, թույլ ու լայնացած սրտից եկեք անցնենք միանգամայն հակառակ պատկերին։ Հիմա խոսելու ենք հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայի կամ ՀԿՄՊ-ի մասին, որտեղ խնդիրը ոչ թե թուլությունն է, այլ հակառակը՝ չափից դուրս հաստացած պինդ ու կոշտ սիրտը։ Եվ պետք է հիշել, որ սա ամենատարածված ժառանգական սրտային հիվանդությունն է։ Պարզապես մի պահ մտածեք այս թվի մասին՝ 1-ը 500-ից։ Սա նշանակում է, որ հավանաբար մեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ունեն այս հիվանդությունը, եւ գուցե չեն էլ կասկածում։ Սա իսկապես ապշեցուցիչ թիվ է։ Եվ ամենաողբերգականն այն է, որ հենց այս հիվանդությունն է երիտասարդների ու մարզիկների հանկարծամահության թիվ 1 պատճառը։ Սա մեզ բոլորիս պարտավորեցնում է լինել շատ զգոն։ Ահա մի կլինիկական դիլեմա, որի հետ բախվում է յուրաքանչյուր սրտաբան։ Երբ մարզիկի մոտ տեսնում ես հաստացած սրտամկան, պետք է հասկանաս, սա ֆիզիոլոգիական նորմալ հարմարվողականություն է, այսպես ասած, մարզիկի սիրտ, թե պաթոլոգիական վտանգավոր ՀԿՄՊ։ Այս աղյուսակը ցույց է տալիս հիմնական տարբերիչ նշանները։ Սխալվելու գին այստեղ չափազանց բարձր է։ Մի դեպքում կարող ես կոտրել մարզիկի կարիերան, մյուս դեպքում բաց թողնել մահացու վտանգը։ Լավ, եկեք հասկանանք, թե կոնկրետ ինչն է այստեղ սխալ։ ՀԿՄՊ-ի դեպքում կա 3 հիմնական խնդիր։ Առաջինը դիաստոլիկ դիսֆունկցիան է, այսինքն հաստ ու կոշտ սիրտը պարզապես չի կարողանում նորմալ թուլանալ ու լցվել արյունով։ Երկրորդ, սրտամկանը տարապում է թթվածնի պակասից, նույնիսկ եթե կորոնար անոթները լրիվ նորմալ են։ Եվ երրորդ, որը ոչ բոլորի մոտ է լինում, բայց շատ կարևոր է, ձախ փորոքից արյան արտահոսքի խոչընդոտումը, այսինքն օբստրուկցիան։ Իսկ ինչպես է առաջանում այդ օբստրուկցիան։ Սա շատ հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ վտանգավոր մեխանիզմ է։ Տեսեք, հաստացած միջնապատը նեղացնում է արյան ելքի ուղին։ Արյունը, անցնելով այդ նեղ տեղով, արագանում է, եւ Վենտուրիի էֆեկտի շնորհիվ ստեղծվում է ցածր ճնշում։ Այդ ցածր ճնշումը, ինչպես փոշեկուլը, ներս է քաշում միտրալ փականի առաջին փեղկը, որը կպչվում է միջնապատին ու փակում արյան ճանապարհը։ Ահա սա է դինամիկ օբստրուկցիան, եւ հենց սա է պատճառը, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, երբ սիրտը ուժեղ է գծկվում, մարդը կարող է ուշագնաց լինել։ Հիմա անցնենք ամենակարևոր հարցերից մեկին, որ հիվանդներն են գտնվում հանկարծամահության բարձր ռիսկի խմբում։ Այս աղյուսակում ներկայացված են հիմնական մեծ ռիսկի գործոնները։ Դրանք են հանկարծամահության դեպքեր ընտանիքում, պատի չափազանց մեծ հաստություն 30 մմ եւ ավելի, անբացատրելի ուշագնացություններ, առիթմիաներ հոլտերի վրա եւ ճնշման ոչ ադեկվատ պատասխանը ծանրաբեռնվածությանը։ Այս գործոնները գնահատելը կյանք ու մահվան հարց է, քանի որ գոնե մեկի արկայությունը արդեն իսկ ստիպում է մեզ լրջորեն քննարկել կյանք փրկող ԻԿԴ-ի տեղադրման հարցը։ Բուժման մոտեցումն այստեղ ուղղակիորեն կախված է նրանից, թե արդյոք կա օբստրուկցիա թե ոչ։ Եթե օբստրուկցիա չկա, բայց հիվանդն ունի գանգատներ, մենք օգտագործում ենք դեղեր, որոնք օգնում են սրտին ավելի լավ թուլանալ, օրինակ բետա-պաշարիչներ կամ վերապամիլ։ Իսկ եթե կա օբստրուկցիա, մոտեցումն ավելի ագրեսիվ է։ Կրկին սկսում ենք դեղերից, բայց եթե դրանք չեն օգնում, ապա պետք է վերացնել հենց մեխանիկական խոչընդոտը։ Ոսկե ստանդարտը վիրահատությունն է՝ միեկտոմիան, երբ վիրաբույժը հրացնում է հաստացած մկանի մի մասը։ Կա նաև այլընտրանք՝ ալկոհոլային սեպտալաբլացիան։ Լավ, մենք խոսեցինք երկու հսկաների՝ ԴԿՄՊ-ի եւ ՀԿՄՊ-ի մասին, բայց կան նաև այլ ավելի հազվադեպ, բայց ոչ պակաս կարևոր տեսակներ, որոնք պարտադիր պետք է իմանալ։ Եկեք շատ արագ անդրադառնանք դրանցից 3-ին։ Առաջինը առիթմոգեն կարդիոմիոպաթիան է։ Սա գենետիկ հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է աջ փորոքը։ Այստեղ նորմալ սրտամկանը փոխարինվում է ճարպով եւ սպիական հյուսվածքով։ Ինչպես կարող եք կռահել, սա դառնում է վտանգավոր փորոքային առիթմիաների աղբյուր։ Իսկ ESK-ի վրա երբեմն կարելի է տեսնել շատ բնորոշ նշան էպսիլոն ալիքը։ Հաջորդը ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիան է։ Սա, այսպես ասած, քարացած սրտի համախտանիշն է։ Փորոքների պատերը դառնում են շատ կոշտ, ոչ առանցգական, ինչը պատճառով սիրտը չի կարողանում նորմալ լցվել արյունով, կծկողական ֆունկցիան սիստոլան կարող է նույնիսկ պահպանված լինել, բայց դիաստոլան խիստ ուժիմ է։ Հաճախ սա լինում է երկրորդային ամիլոիդոզի կամ սարկոիդոզի նման հիվանդությունների ֆոնին։ Եվ վերջապես տակոցուբո կարդիոմիոպաթիան, որն ավելի հայտնի է որպես կոտրված սրտի համախտանիշ։ Սա շատ հետաքրքիր ֆենոմեն է։ Ուժեղ հուզական կամ ֆիզիկական ստրեսի, օրինակ վատ լուրի, հետևանքով արյան մեջ արտանետվում է ադրենալինի հսկայական քանակ, որը բառացիորեն շոկի մեջ է գցում, շշմեցնում սրտի գագաթը։ Կլինիկական պատկերը ESG-ն ամեն ինչը նմանվում է սուր ինֆարկտի, բայց երբ անում ես կորոնարոգրաֆիա, տեսնում ես, որ անոթները բացարձակապես մաքուր են։ Բարեբախտաբար այս վիճակը սովորաբար լրիվ դարձելի է։ Եվ ի վերջո մի հարց ապագայի մասին։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գենետիկ թեստավորումը դառնում է ավելի ու ավելի հասանելի։
Սա նշանակում է, որ մենք կկարողանանք ոչ միայն ախտորոշել, այլև հասկանալ կոնկրետ գենետիկ մուտացիան, որն առաջացրել է հիվանդությունը։ Հետևաբար, ինչպես է սա փոխելու մեր մոտեցումները։ Արդյոք մենք ընդհանրացված բուժումից կանցնենք անհատականացված, գենսպეციფիկ թերապիայի, որն ուղղված կլինի հենց հիմնական պատճառի շտկմանը։ Սա թերևս ապագայի բժշկությունն է։ Շնորհակալ եմ, որ միացաք մեզ։